Աստծո խոսքեն երկու համարներ պիտի գարտամ, Եփեսացված նամակեն 5-րդ գլուխին 18 եւ 19 համարները։ Եփեսացիս 5, 18-ն 19։ Եվ մի քինովնակ քինիով, որում մեջ անարագություն կա, հաբահոքիով լեցվեցեք, եւ սաղմոսներով ու օրհնություններով եւ հոգեվոր երգերով ծեր մեջ խոսակցելով երգեցեք ու սաղմոսսեք Դերոջը ծեր սիրտերուն մեջ։ Դերոջ շնորհքով կշարունակենք մեր նյութը Սուրբ Հոգի Աստծո մասին։ Ինչպես է այս նյութը ընդրած եմ որ մեր հոգևոր շինություն ստանանք, հոգևորապես աճենք, առողջ գիտություն ունենանք եւ մեր հավատքը ամրապնդենք, շինենք եւ հաստատենք ողջամիտ վարդապետության վրա։ Բնական է, որ այս նյութը հիմնավորված է Աստվածաշունչի վրա ու ոչ թե մարդկային շինծու պատմություններու եւ փորձառություններու վրա, որոնք միայն հոգևոր դգիտության մեջ եղողները կմոլորեցնեն եւ սուտ մխիթարություններով կմխիթարեն։ Մեկը գրնա ուրախ զգացումներու մեջ գտնվել, որովհետեւ չեր պաշտամունքի մեջ մտնոլորտի մեջ է, հոն ցերկեր կփարստանան, ալելույաներ կլսվին, աղաղակներ ասպես, եւ մարդիկ գորորվին եւ կգարձեն, թե Սուրբ Հոգին զորությամբ ներշնչված են։ Եվ իրենց այդ վիճակը Սուրբ Հոգին ներկործություններուն կվերակրեն, որովհետև իրենք այդպես կսկան, լավ կսկան, ուրախ են, ուրեմն ուրգեք ու կայս Սուրբ Հոգի են։ Միշտեր որևէ կապ չունենալ, գրնալ այդպես ըլլալ, որ զգալ, որ Սուրբ Հոգին է, բայց կապ չունենալ անոր հետ, եւ անոր անձնավորության եւ կորձերուն նկատմամբ դքեդլալ, այսինքն չգիտնալ անոր կորձերը։ Բողոս արաքյալ Կորինթացիներուն գսե, չեք գիտեր, որ ծեր մարմինները դաջար են Սուրբ Հոգին, որ ծեր մեջ կփնագի, զորաստուցմե ունիք ու թուք ծեր անցին դերը չեք, առաջին Կորինթացիս 6:19։ Անոնք հոգևոր բարգևներով կբարձենային, բայց միևնույն ադեն դքեդ էին այս փարավոր ճշմարտության նկատմամբ։ Կորինթացիներուն նման այսօր ալ մարդիկ գվխտան ամեն կողմ։ Անոնք շարունակ կսեն, Սուրբ Հոգին ինձ խոսեցավ, Սուրբ Հոգին հայտնեց, Սուրբ Հոգին առաջնորդեց, Սուրբ Հոգին սրտիս վրա ծանրացուց, Սուրբ Հոգին ներշնչեց, մինչդեռ որևէ գործ չունին Սուրբ Հոգին ներշնչումներուն եւ անոր ներկործություններուն հետ։ Բացարձակ կարևոր է գիտնալ, շատ կարևոր է գիտնալ, անոնք որոնք ուզեն գիտնալ, պիտի գիտնան անպայման, որ ներշնչման 3 աղբյուրներ կան։ Առաջին մարդկային հոգին է, որ իր ներշնչումը կստանա չար ու խապեպա սիրտեն, որում գետրոնն է էղոն եսը։ Այս հոգիով աղոտներ կպարսանան, քարոզներ կդրվին եւ զանազան ծառայություններ կկատարվին, սակայն իրենք ու զիրենք ունգընտրողները կգարձեն, թե Սուրբ Հոգին ներշնչված կկատարվի։ Միշտեր այդպես չէ։ Մարդկային հոգին է։ Եսն է։ Երկրորդը ներշնչման աղբյուրը թիվային հոգին է։ Թիվային հոգիով ներշնչվող անձերը մի խորիկ թե վախնալիք թեմքեր կունենան, ներկայությունին այսպես զարուրանք կպատճառի, չէ, երբեք։ Այլ այնպես մգխոսին, որ իրենց եւ հավատամքը գուսուցանեն, զոր լսողներ մեծ քոացում կստանան։
Բողոս Արաքյալ այս տասագարքի մարդոց ագնարգելով հետևյալը գսե իր երկրորդ նամակի մեջ 11, 13, 15 գսե Վասզի այնպեսիները սուտ արաքյալներ են խապեպա պանդորներ ըլլալով Քրիստոսի արաքյալներուն գերբարանքը իրենց վրա գարնեն և զարմանք մը չէ Վասզի ինք սադանայալ լուսավոր հրեշտագի գերբարանք գարնեն ալ մեծ պամբը չէ որ անոր բաշտոնյաներն ալ արդարության բաշտոնյաներուն նման գերբարանք գարնեն որոնց վերջը իրենց կործերուն համեմատ պիտի ըլլա այսինքն այնպես մը գխոսին որպես թե աստուծո գոմե ղրգված ու ներշնչված գխոսին որ լսոներ լավ ըսկացումներու մեջ ըլլան մինչև իսկ Փառք Հիսուսի ըսեն երրորդ ներշնչման աղբյուրը Սուրբ Հոգին է Սուրբ Հոգին է Գորընթոսի մեջ ոմանք թիվային հոգիով գնեին այն ինչ որ գրաբաշտական դաջարներու մեջ գնեին եկեղեցի մեջ կխոսեին դերմը գսե նզովյալը լա Հիսուս գսեր Արաքյալը գսե ադիչի ինչ կլա ցեր մեջ Մեկը գարելի չէ Սուրբ Հոգիով լեցի եւ Հիսուսը նզովե ադի ինչ է ցեր մեջ Անոր համար գսե 14 առաջին Կորինթացոց 14-րդ գլուխը պիտի գարտամ Գսե հոն առաջին Կորինթացիս 14 բարգևներու մասին կորձածության մասին գխոսի եւ հոն գսե պիտի գարտամ 29-ն 28-ն ալ գարտամ եւ լավ գլա որ ցերտուները գարտակ պատկերը պիտի արնեք ինչ վիճակ գդիրեր հոն բայց եթե թարգմանող չլա եկեղեցի մեջ լուր թողնա գսե եւ ինքնիրեն աստուծո թող խոսի իր հասկացած լեզվով եթե օդար մկա ցեր մեջ օդար Կորինթոս գետրոններ նավանքիստուներ եւ շատ մարդիկ երթային եւ եթե մեկը գուքա ուզեպան բասել իր հասկացած լեզուն թարգմանող չգա լուր թողնստիոն աստուծո է թող խոսի իսկ գսե մարգարեները 2 կամ 3 հոգի թող խոսին ու մույսները թող քննություն անեն որբեսի գիտնանք ինչ հոգի է ներշնչված են մարդկային թիվային թե Սուրբ Հոգին ադորամար թող քննեն թող լսեն տեսնեն գսե Արաքյալը Սուրբ Հոգին գներշնչե միայն ու միայն ճշմարտությամբ եւ թեպի ճշմարտությամբ այսինքն Սուրբ Հոգին չի ներշնչեր քարոզիչին որ ան շինցու բատկություններ բատմե Չափազանցված փորձառություններ խոսի խոսքը ձուր մեկն է չգադարված հրաշներ բատմե Սուրբ Հոգին անապան չներ հաբա գներշնչե անցին որ աստվածային ճշմարտություններ խոսի եւ խոսքը ուղիղ մեկն է որբեսի հավատացյալը օրեօր աստվածային ճշմարտություններուն վրա իր հավատքը գառուցե եւ հոգեբոր դքիդության մեջ չմնա Եկեք հիմա գետրոնանանք գարտացված համարներու շուրջ Բողոս Արաքյալ այս խոսքերով որ գարտացինք մի քինովնակ քինիով որ մեջ անարագություն գա հաբա հոգեով լեցվեցեք սամոսներով օրհնություններով հոգեբոր երկերով ծեր մեջ խոսակցերով երկեցեք եւ սամոսսեք դերոջը ծեր սրդերու մեջ Այս խոսքերու մեջ մի քանի ճշմարտություններ գուզե սորվեցնել Արաքյալը եւ մեր մտքերու մեջ բատկերմը գստեղծե քինիով լեցվողի բատկերը մեկը որ քինիով լեցված է քինով ցած է քինիով լեցվելու փորձառությունը սերտ գաբունի մեր ներքին վիճակին հետ եւ միևնույն ադեն մեր արդակին վարմունքին եւ արդահայտություններուն հետ
Չեմ ki եթե ծեր մեջ մեկը գա, որ փորձառություն ունեցած է, օրը գիշե քինովցած է, տեսած եք անոր վարմունքը, արդահայտությունը քալելու մասին չենք խոսիր, զիգզագ կքալե, բայց ինչպես կարտահայտվի։ Քինիով լեցվող մարդը Աստվածը լալով քինի մեջ բառնագող ալքոհեն դարբեր կմտածե, դարբեր վարմունք ունի եւ դարբեր արդահայտություններ, ինչ որ բնական մարդը ոչ քինովը չունի։ Ուրիշ խոսքով մարդը քինիով լեցվելով գփոխվի, ասե Արաքյալին ասածը, գփոխվի եւ անոր աստեցության դակ գաբրի, գվարվի, գխորհի եւ գարտահայտվի։ Նույնպես երբ մեկը Սուրբ Հոգիով գլեցվի, դարբեր մեկը գլա, գփոխվի եւ անոր խոսքերը, արդահայտությունները, վարմունքը, ամբողջ կյանքը Սուրբ Հոգվույն աստեցության դակ գմնա։ Սաղմոսներով ու օրհնություններով եւ հոգեվոր երգերով իր սրդի մեջ զաստված կքովապանե, ինչպես գսե Արաքյալը։ Սուրբ Հոգի լեցունությունը անձնական օրհնյալ փորձառություն մնե, ուրախության, զորության, մտքի բայցարության վայելք մնե, իսկական վայելք մնե։ Եթե հավատացյալը շարունակ անոր աստեցության դակ գտնվի, հոս է պրոբլեմը շատերում, անոր աստեցության դակ պիտի գտնվի։ Արաքյալին հոգյով լեցվեցեք բադվերի մեջ, հետևյալ 4 ճշմարտությունները գտեսնենք։ Առաջին շարունակական փորձառությունն է, շարունակական հավատացյալի կյանքի մեջ Սուրբ Հոգի լեցունությունը վերստին ծնունդի նման մեկ անգամ բադահելիք թեփը չէ, այլ շարունակ։ Ես պետք է լեցվիմ Սուրբ Հոգիով։ Վերստին ծնունդը մեկ անգամ կբադահի։ Հաջող չենք վերստին ծնունդ ունենալ, Հիսուսը ինչպես մարմինեն ծնածը մարմին է, հոգին ալ այդպես պետք է ծնի։ Մարմինեն քանի անգամ կծնի մեկը, մեկ անգամ։ Սուրբ Հոգիով մեկ անգամ կծնինք, մեր միտքը, մեր հոգևոր ընդունակությունները կգենթանանան, նոր արարած կլան եւ սակայն լեցունությունը Սուրբ Հոգին շարունակական։ Արաքյալներ եւ եկեղեցու պատմության մեջ մինչեւ այսօր Սուրբ Հոգիով լեցվողներ կան շարունակ Գործք Արաքելոցի մեջ կնշմարենք, որ արաքյալներ հաջող լեցվեցան։ Սուրբ Հոգիով լեցված ըլլալուն արդյունքը մեր առօրյա կյանքի մեջ Երևան գուքան ու ոչ թե շաբաթը մեկ ժամ, երկու ժամ պաշտամունքի տածքին ալելույա ասելով Սուրբ Հոգիով լեցվեցան եւ դունքացին։ Անգեդո վերջացավ եք չունի Սուրբ Հոգի լեցունության եկեղեցի մեջ։ Ինչպես ասի անցյալները ոմանք Սուրբ Հոգի կփաշխեն, բայց անոնք որոնք Սուրբ Հոգիով պիտի լեցվին պետք է առջև կան։ Եթե հոն սիրելիներ կան բալկոնը Սուրբ Հոգիով լեցվիլ գուզեք պետք է առջև կան։ Ինչու առջև պետք է կան։ Հոն վեր չհասնիր նստող եթե սով Սուրբ Հոգի ասված գծավին քեզի շատ նեղացուցի ուխտս կնորոքեմ ներենձի եւ առաջնորդ դերոջը ծարան աստեղեն աղոտ կմադուցանը պետք է անպայման առջև կա ասալ ընթորինակված կոպի եղած է եւ մարդիկ գգարձեն որ Սուրբ Հոգին առնելու համար պետք է առջև կաս հadoop աղոտ պետք է լա այնպես որ Սուրբ Հոգիով միշտ շարունակ ամեն օր երկու շաբթիալ պետք է լեցվենք երեք շաբթիալ, չորեք շաբթիալ եւ ոչ թե պիտի սպասեք մեկը կա որբեսի Սուրբ Հոգիով լեցվենք։ Սուրբ Հոգի լեցունությունը արվեստագիտություն չէ, ոչ ալ շինցուփամ։ Դժբախտաբար շատ քարոզիչներ կան մասնակետ են ցույց տալու որ Սուրբ Հոգիով լեցված են փեմին վրա միայն, իսկ առօրյա կյանքի մեջ
Ովևէ կապ չունի Սուրբ Հոգվույն լեցունության հետ։ Փեմին վրա գծուցադրվի զանազան ցևերով, խոսքերով, շարժումներով, մույս կողմեն կյանքի դժվարությունները թիմակրավելու զորությունը չունի։ Եկեղեցի մեջ այնպես մգսես, Սուրբ Հոգով լեցված է, բայց մեղքին առջև ձունգի գուկա, անարդարություն գնե, քողություն ալ գնե թե պետք կլա, անօրենություն ալ գնե, սուդալ գխոսի, իր եսին քերին դարձած է, դերևս շնության մեղքի մեջ ալ է, եւ Կիրագյորը Սուրբ Հոգով լեցված ըլլալը ցույց կտա։ Բարձամիտ հավատացյալներ շատ կան դժբախտաբար եւ գտեսնեն այս երևույթները, գսեն մեր հույվը Սուրբ Հոգով լեցված է։ Միշտ ովևէ կապ չունի։ Շատեր թագարտի մեջ ինգած են, շատեր գկարոզեն զորություններու մասին, հրաշներու եւ բժշկություններու մասին, գկարոզեն եւ հավատացյալներն ալ գմեղատրեն, երբ անոնք հիվանդանան, բժշկի երթան, թեղ կործած են, կործողությունը լա, գսեն ուր է հավատքը ասոր, ինչ տեսակ հավատացյալ է, բժշկի կացեր է, թեղ գարն է, լսեցի, որ կործողություն բիդը լա, ինչ տեսակ հավատացյալ է, ուր է անոր հավատքը, Հիսուսի անով, Հիսուս ամեն բանի կարող է, ճիշտ այս խոսքերը ըսողներ երբ կհիվանդանան, բժշկի երթան, բայց փեմին վրա այնպես մգանները գծուցադրեն, որ իրենք հավատացյալ են եւ ամեն բան հրաշներով ամեն օր գվայելեն։ Ուրեմն այս փորձառությունը ամեն օր պետք է ըլլա, ամեն օր։ Օրհնյալ փորձառություն մնե եւ շարունակ պետք է ըլլա, շարունակ։ Երբ պետք է ըլլա, մարդը ամեն բան գրնա ցուցադրել, ինչ որ ըլլա, թրական ժխտական, հարցը ցուցադրել չէ, հարցը ապրիլն է։ Սուրբ Հոգվույն զորությամբ ապրիլն է, հոսե, եւ այդպեսով մենք գրնանք ցույց տալ, որ գաբրինք, բդուղները ունին, որը մասին պիտի խոսենք։ Երկրորդ ճշմարտությունը ոս առաքյալին համար, որ գարտացինք հատվածը, առաջին անձնական փորձառությունը շարունակ պետք է լա։ Իսկ երկրորդը բադվերը, լեցվեցեք կսե, հրահանք է, գբահանչվի, երանի թե այս բադվերին շուրջ խորհինք, մեկը չստիբեր մեզի, որ պետք է լեցվին, ես պետք է անդրադառնամ, որ գարիք ունիմ Սուրբ Հոգին լեցունության, եւ խորիմ այս մասին, բադվեր մնե ասիգա, եւ ասիգա անձնական, եւ անոր աստեցության տակ պիտի մնամ, ես պիտի որոշեմ։ Եթե այդպես անենք, հնազանդենք այս բադվերին, շատ մը անձնական, ընտանեկան, եկեղեցական դժվարություններուն հարաճ կգարնենք։ Թերևսալ կխուսափենք, բոլորովին այդ դժվարությունները չեն կար։ Ուրեմն բադվեր է։ Եվ այս բադվերը երրորդ ճշմարտությունը անխդիր բոլոր եկեղեցին համար է, բոլորիս համար է, բոլորիս։ Հետևաբար Սուրբ Հոգի լեցունությունը եկեղեցի մեջ որոշ մարդոց համար չէ, բոլոր մարդոց համար։ Այս բադվերը քույրերին ալ գբանչվի, քույրերն ալ պետք է Սուրբ Հոգիով լեցվին, որպես իրենց ամուսիններու վրա չիշխեն եւ նաեւ սորվեցնող չլան, այսինքն քարոզող չլան։ Եթե Սուրբ Հոգիով լեցվին, ամեն բանի առաջ Աստուծո բադվերին կհնազանդին, Աստծո գամքին կհնազանդին։ Եվ ոչ թե գսեն ես Սուրբ Հոգիով լեցված եմ, Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց եւ այլն եւ այլն։ Ինչպես սկիզբը գվխտան այսպեսիները։ Սուրբ Հոգին ինձ խոսեցավ, Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց։ Եթե իրավ առաջնորդ է, մանավանդ եթե գին է, գսե ես պետք է լուր գնամ, եկեղեցի մեջ սորվեցնող չլամ։ Աղոթեմ, անշուշտ, պետք է աղոթեմ, պետք է ծառայեմ, բայց ոչ թե սորվեցնեմ եւ ամուսինիս վրանալ իշխեմ։ Չորրորդ ճշմարտությունը
շատեր կարծեն, թե միայն քարոզիչները պետք է Սուրբ Հոգիով լեցվին։ Աստղալ ըմբռնումն ալ գա։ Քարոզիչը հիմա պետք է աղոթենք քարոզիչին համար, որ Սուրբ Հոգին զորությունով լեցվին։ Իսկ ինքը գրնալալ քնանա, խելք ուրիշ տեղը լա, խոհանոցը լա, կորձերու մեջը լա, բայց մասակ գաղոթե որ քարոզիչը Սուրբ Հոգիով լեցվի։ Բոլորս ալ պետք է լեցվի, բոլորս ալ պետք ունենք։ Չորրորդ ճշմարտությունը Սուրբ Հոգիով լեցվելը հավատացյալին անձնական պատասխանատվությունն է։ Հավատացյալը ինք որպես պատասխանատու պետք է զգա եւ հնազանդի այս պատվերին։ Ուրիշին պետք չէ նայի։ Ուրիշը թող լեցվի, հետո ես ալ գլեցվի։ Տերևսանի երբեք չուզեր։ Գգարձե որ լեցված է գաբրի։ Ինչ ուրիշին գնայիս։ Եվ երբ այս պատվերին կհնազանդի, Սուրբ Հոգին աստեցության դակ պիտի մնա։ Սուրբ Հոգին աստեցության դակ մնալն է, անորամար առակյալ գսե, քինովին օրինակը կբերե, մի քինով նա քինիով։ Այդ Հոգին աստեցության դակ պետք է ապրինք, եւ անոր ներքին կյանքը պիտի լեցնե իմաստությունով, քաջությունով, խոսքի քաջությունով, մինչև իսկ մահեն չվախնալու։ Այդպեսի զորություն մնե եւ միշտ պատրաստ ըլլալ Քրիստոսի սիրուն զոհվելու։ Ուրեմն գխորիկ որ իմաստության գարիք ունենք, երանի թե մարդիկ փոխանակ ասելու ով Սուրբ Հոգի Աստված զորությամբ լեցուր ինձի, երանի թե խնդրեն ասեն ով Սուրբ իմաստությամբ լեցուր, ով Սուրբ Հոգի Աստված։ Անուններու մասին երբ որ խոսեցանք Սուրբ Հոգին, անունները մեկն ալ ինչ է, իմաստության հոգի է։ Այդպես գճացվի ոչված է, իմաստության հոգի է։ Ուրեմն ոչ զորությունը խնդրեք, հապա անոր իմաստությունը խնդրեք։ Եվ իսկության մեջ երբ անոր աստեցության դակ գլանք, զորավորալ բիդլանք, իմաստունալ բիդլանք, համբերողալ բիդլանք, բայց հարցը անոր աստեցության դակ ըլլալն է։ Ինչպես կրնանք շարունակ Սուրբ Հոգի լեցունությունը վայելել։ Այս հարցումը լրջորեն եթե խորհինք, ճշմարտաբես, ինչպես կրնանք Սուրբ Հոգին աստեցության դակ ըլլալ։ Միշտ իմդի ունեցեք Սուրբ Հոգիով լեցվել, գնշանագե անոր աստեցության դակ ապրիլ։ Ոչ թե մեկ երկու ժամ լեցվեցա, բորացի, գանչեցի, խնդրեցի, լեցվեցա, օքեյ։ Անոր աստեցության դակ ապրիլ։ Ինչպես։ Հեշտ կգարձեք, որ թյուրին պան է։ Ոչ։ Քին վճարել գա։ Քին պիտի վճարես։ Եթե գուզենք վայելել այս օրհնյալ վիճակը ամեն օր պետք է անկեղծությամբ խոստովանենք մեր մեղքերը։ Այն մեղքերը, որոնցով Սուրբ Հոգին դրդմեցուցած ենք, պետք է խոստովանենք։ Պետք է դրամատրվենք անոր, պատրաստ լանք հնազանդելու։ Եթե ան մեզի ցույց տա սխալը, փամը, պետք է հնազանդենք։ Եվ այս խոնարհությունը բան չէ, գրնաս լրացնել, դու դեղդ նստիր։ Ոչ, ես այդպես կուզեմ։ Քին վճարել գա, թյուրին չէ Սուրբ Հոգիով լեցվի, որտեղ մեկ եկերը գաղութը լեցվեցավ, ոչ։ Քին պետք վճարես, հոժարես։ Եվ եթե սխալ շարժարիտներ կան, միջև իս եկեղեցի մեջ գծարայես սխալ շարժարիտներով։ Նպատակդ հոբարդանալ է, ցույց տալ է, փառավորվել է, պետք է խոստովանիս, այնադեն գլեցվիս Սուրբ Հոգիով։ Ոչ թե մեծականակ խոստովանություն, գիտեք այսօր պիտի մեղքերից խոստովանենք։ Մեկ հոգի գաղութ է, բոլոր տեղի, ես պատասխանատու եմ, ես պիտի խոստովանեմ, իմ գադարած սխալներուս համար, կործած մեղքերուս համար, մեղքեր, որ շատ մահավատացյալներ մեղքալ չեն սեբեր, չարախոսություն, հբարդություն, եսասիրություն, նյութաբաշտություն, ասոք ամենը Սուրբ Հոգին գդրդմեցնե, դրդմեցուցած է, եթե պետք է խոստովանիս, առանց այս խոստովանության
Աղոթե որ չափ որ գուզես ով Սուրբ Հոգի Աստված լեցուր ինձի ինչ է գոջագ է հեղուկ մնե որ վերեն գուքա պետք է խոստովանիկ եւ ասիգա քին գուզե հոժարես գխոնարիս եթե Սուրբ Հոգին ասե Tun այդ անցին վիրավորած ես կնա սորի ըսե, հոժար ես, թողին կկա ինձի, ինքնալ վիրավորեց, այո, հիմա կեզի գսես Սուրբ Հոգին, որ կնա, երթաս, հոժար ես, Tun վայել գերբով խոսեցար, հոժար ես երթալու, շատ բաներ կան, որոնցմով Սուրբ Հոգին գխոսի մեզի, անոր համար, Սուրբ Հոգի լեցունություն Ոյ է մեկը թողչակ ընկալ է սուտ մարգարեներնալ բորալով, գանչելով, աղոթելով չէ, գդրամատրվինք, գխոստվանինք մեր մեղքերը, գհնազանթինք ամբողջ օրը։ Եթե չթույլատրենք, որ Սուրբ Հոգին մեզ մաքրե, մենք միայն գրնանք անոր զորության մասի խոսել, եւ շատ թյուրին է։ Շատ թյուրին, անոր զորության մասի Սուրբ Հոգին ասպես կնա, այնպես հրած է, սերելանքայի մեջ ասրաշ կգադարած է, ցեզի հրաշք կբատմեն, բդի գրեք։ Ասող կգարձեմ, որ եթե հրաշք բատմեն, հավատնի բիտ զորանա, այդպես կգարձեմ։ Միշտեր, Աստծո խոսքն է, որ հավատքը մեջտեղ կբերե եւ կզորացնի։ Ուրեմն լրջորեն խորհելու ենք, եթե գուզենք Սուրբ Հոգիով լեցվել, պետք է քինը վճարենք։ Սուրբ Հոգին որևէ մեկ բարգև ունենալ, չի նշանագեր անոր լեցունություն ունենալ։ Երբեք։ Մեկը գրնա Աստծուց մե հատուկ բարգև ունենալ, հատուկ հրաբուրիչ, ջարդասան մը գրնալալ, այնպես մը գխոսի, որ իր քարոզներով ունգընթիրները գհուզե, գլացնե, Անոց զգացումներուն գտպնա, թրագան բատկամներով գվոքեբորե և միևնույն ադեն մարնավոր և Սուրբ Հոգին լրեցնող ըլլա։ Աստուծո անունը արադավորող ըլլա, անոր առաջնորդությունը մերժող ըլլա։ Քրիստոնեական, փարեսիրական հաստատություններու անվանդակ Մարդոց խապող և գողոպտող ըլլա։ Աչքիս արջև կանիներ գուքան, ժամանակին և իչև այսօր ալգան։ Գգողոպտեն մարդիկ, գգողոպտեն։ Ասոնք մասնակետ են անդեղի համարներ դալու, անդեղի դեղ համար հեչ գապ չունի։ Զորորնակ, Բողոս գսե կորց կարակելոցի մեջ, չէ, երկրորդ Կորինթացիսի մեջ, 11-րդ գլուխի մեջ, ես գսե եկեղեցիները գողոպտեցի, քրված է, առաքյալը գսե, նայր, այնպես որ, ինքնալ գողոպտե գոր, գգթե գոր, աղվոր մը, փարեսիրական հաստատություններու անվանդակ։ Մտնորորդը փոխեմ ասելով քիչ մը ցեզի, որում մեջ ճշմարտություն գա ինչ-որ բիցեմ։ Օրը քյուղացի մը Էշը գգորսնցն է։ Պատվելին և կահանան գերտան բխիթարելու և խոստանալը, որ մենք քո էշը պիտի գտնենք անպայման հոգմիներ։ Քյուղացին, օքեյ գսե, գերտան, գաղոթեով Աստված գսե, հաջիս այնպես մըր է, որ էշս կահանան գտնե և ոչ թե պատվելին, որ դե պատվելին գտնենը համար մը պիտ պեր է Սուրբ Կիրքեն, էշս ծերքես պիտարն է, մասնակետ են, այսօր շատ մարդիկ կան, քրված է, գողոպտեցի գսե, առաքյալը գսե գողոպտեցի, այնպես որ հոն պատվեր չի գա, որ թունալ գողոպտեցի, և եթե լավ գարտանք, առաքյալը ինչու համար գսե ադիգա, գծարայեր, եկեղեցիներուն գծարայեր, այնպես որ և թշպախտապար այս թասագարքի մարդիկ, երբ մեկնած են այս աշխարեն, զինք ջանցողներ հարց տված են, աս մարդը երկին կնած, Հիմա պատասխանը բարձ է, Աստված գիտե, անշուշտ Աստված գիտե, բայց զինք ջանցողները պետք է այս հարցումը ընեն, պետք է ասեն այս հարցումը, երկին քնած այնպես Աստուծո անունը արադավորած է, որպեսզի այս հարցումը չնեն մեզիալ Սուրբ Հոգին աստեցության դակ ապրինք, որպեսզի մեր խոսքերը Մեր կործերը
եւ վարմունքը Սուրբ Հոգվույն աստեցության դակ գադարվին եւ այսպես Աստծո անունը չհայույվի։ Ես այսպես գսկամ, օքեյ, դու այդպես գսկաս, զգացումները Սուրբ Հոգվույն աստեցության դակ են։ Ես այդպես կխորի, դու այդպես կխորիս, խորհուրդները Սուրբ Հոգվույն աստեցության դակ են։ Այդպես կծրագրեմ, լավ է, օքեյ, լավ է, բայց մի քինիով, հաբա հոգիով լեցվեցեք, որպեսզի Սուրբ Հոգին աստեցության դակ վարմունք ունենանք, գործեր ունենանք, եւ այսպեսով Աստծո անունը չարադավորենք, եւ օր մնալ երբ մեր աչքերը փակենք, մեզի համար չհարցնեն, այս քարոզիչը, այս մարդը ինչպես երկիկ կնաց, չեմ գիտեր, գգասկացին Աստված գիտե, փոխանակ այդպես ասելու, ճիշտ հագարակը ասեմ, ինչ լավ հավատացյալ մներ, գործընծուցինք, ինչ հեզ հավատացյալ մներ, շատ չեր խոսեր, բայց շատ կգործեր, ինչ խոնար, գվիրավորեիր, չեր վիրավորեր, եկեղեցին խաղաղության մեջ կբահեր, երանի թե մեզի համար ալ այդպես ասվի, սակայն պետք է Սուրբ Հոգվույն աստեցության դակ։ Ուզես այս առավոտ ուխտդ նորոգել, չեմ գիտեր, եթե կյանքիդ մեջ բաներ կա, որ Սուրբ Հոգին լրացուցած ես, վշտացուցած ես, ոչ մեկուն հետ մի չափվիր, թուն, պատասխանատու ես, ուզես ուխտդ նորոգել եւ ասել ով Սուրբ Հոգի Աստված ներենք այս մեղքը այդ մեղքը եւ այլն ամենը քնա անոր արչեւ եւ ասե գուզեմ քու հսկողությանը դակ խոսիլ խորհիլ իմ գամքս կրավե որբեսի երթամ հոն ուր որ թուն գուզես լեզուս կործածե խոսին քու մասիդ գուզեմ ով դեր ինչպես քինովը, ալկոլի աստեցության դակ կլես, կուզեմ լեցվիլ կեզմով, քու աստեցությանը դակ աբրիլ։ Երանի թե այսպես աղոտ կնես սրդիտ մեջ, և դես ինչպես կյանքդ պիտ պոխվի, և թուն օրդություն պիտի թարնաս շուրչիներուն։ Դերը ցեզի օրդն է, և լավ որ իրապես այս ճշմարտությունները դեղ գտնեն և մենք ալ շարունակ Սուրբ Հոգիով լեցվենք, այսինքն անոր աստեցության դակ ապրինք, իր փառքին համար, ամեն։ Եկեք վերջավորության երգենք 180-րդ երգը, օրհնյալ երաշխիք, իմ սե Հիսուս, որ այս խորհուրդը ինչ քաղցր է իմ օգուս, քեղեցիկ երգ մնե, գրտնել կգսե, պիտի պատմեմ մինչ շունչս վերջին, Երանդուն օքյով այս երկը եկեք անոք որոնք գրնան ոտքի վրա երկենք 180 և աղոտքով պիտի փակենք Bidi matner,
Տեր Հիսուս փառք ունենք քեզի, որ մեզ սիրեցիր եւ դակավին գսիրես մեր բոլոր թերություններուն, դգարություններուն մեջ, գուզես ով դեր մեզ օրհնել, գուզես մեզ ուրախ պահել, անորամար քո հոգիդ ղրգեցիր մեր սրտերու մեջ բնագելու եւ մեզ առաջնորդելու, օգնե մեզի դեր, որ միշտ հնազանդինք, ով Սուրբ Հոգի Աստված, անգամ եւս մեր ուխտերը գնորոքենք, ները մեր հանցանքները, շատ անգամ քեզ վշտացած ենք, շատ անգամ քեզ լրացուցած ենք, դեր օգնե դեր, որ լման քու հսկողությանդ դակ վարվենք, ապրենք, ծառայենք եւ կործենք, քու փառքիդ համար, ամեն։